Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. Իշխանություն լրատվականի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Մեր տեղեկություններով ՀՀ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Նա հետախուզման մեջ է գտնվում ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի Սահակյանը խմբի կազմում այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով 2024 թվականի հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել, սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։ Ֆազի սպանության կազմակերպիչներից երկու անձ՝ Ռուստամ Ստեփանյանը, Չաղ Ռուստամը և Աշոտ Գյուրեղյանը կալանավայրում են։ Նրանք կազմակերպել են սպանությունը կատարած անձանց Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները։ Ավելի վաղ իշխանությունը գրել էր, որ ֆազի եղբայրը Գրիգոր Գրիգորյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքի ռեստորաններից մեկում պատահաբար հանդիպել եղբոր սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Սուրեն Գրիգորյանին և ծեծի ենթարկել, փորձելով հաշվեհարդար տեսնել։ Ֆազի սպանությունը երկարատև մշակված պլան է եղել։ Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, Opel Astra մակնիշի ավտոմեքենա, դրան վրա փակցնելով կեղծ համարանիշներ։ 2024 թվականի հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պրոշյան գյուղում։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձը՝ Սուրեն Գրիգորյանը և Հարություն Սահակյանը, կեղծված հաշվառման համարանիշներով Opel Astra մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղղորդվել են Երևան։ Սպանությունից հետո Գրիգորյանի և Սահակյանի ձեռք բերած Opel մակնիշի մեքենայի բեռնախցիկի հատվածում և դեպքի վայրում հայտնաբերվել են ոստիկանություն գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշատոփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուծներ ու փամփուշտներ։ Այժմ Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ վերջիններս հասցրել են հունիսի 12-ին երկրից դուրս գնալ։ Կյանքը գողական օրենքներով։ Հայկական հեռուստաընկերությունները մեկը մյուսի հետևից ֆիլմեր են նկարահանում, որտեղ իրենց լուրջ դերասաններ համարողները չեն խոշում գողի դեր խաղալ։ Բան իհարկե դերում չէ, այլ ֆիլմերի, որոնք քարոզում են կյանքի գողական կերպը արդեն ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ հայկական գաղաթօջախներում։ Ռեժիսորները հնարավոր է բարի նպատակներ են հետապնդում, իբր մենք գողական կյանքի բացասական կողմերն ու անթույլատրելիությունն ենք ցույց տալիս։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա հայերի մեծամասնության միջև իրական հարաբերությունների արտացոլում է։ Սակայն գործնականում ամեն ինչ այլ կերպ է։ Նրանք, ովքեր փող ունեն և ով հրապարակային գաղափարախոսության պատվեր է տալիս, գողական կյանքը համարում են քաղաքացիական բարձրագույն արժեք, ավելի վեր պետությունից և մարդկային արժեքներից։ Գողական օրենքները ներմուժել են մեր կյանքի բոլոր ոլորտներ և գրեթե բոլոր դժբախտությունների պատճառ են։ Բանակում գողական պսևդոարժեքների համար բռնության են ենթարկում, սպանում են կամ էլ ստիպում ինքնասպան լինել։ Եվ քանի դեռ բանակից արմատախիլ չարվի ներքին կարգորիկի գողական համակարգը, այնտեղ զոհվելու են նրանք, ովքեր չեն ցանկանում ճանաչել կեղծ հեղինակություններն ու օրենքները։ Գողական բարքերի պատճառով պետական պաշտոնյաները չեն կարողանում վերացնել մնաշնորհները, որովհետև գողական հիերարխիայում մոնոպոլիստները բարձր են կանգնած պետական պաշտոնյաներից։ Գողական բարքերը ներմուժել են նաև հեռուստատեսություն, որտեղ գողական սերիալներ են նկարահանվում և մշտապես ցուցադրվում են ռաբիս կատարողների համերգները, որոնք դուր են գալիս գողերին։ Նման բարքեր են տիրում նաև Ռուսաստանում և ԱՄՆ որոշ ազգային համայնքներում, Սիցիլիայում, հնարավոր է Օդեսայում։ Դրանք վերացնելը բավական դժվար է, սակայն բանը ոչ թե վերացնելն է, այլ համարժեք գնահատականը։ Լավ են թե վատ գողական օրենքները։ Խորհրդային ժամանակ և այժմ էլ որոշ պետություններում, նաև Ռուսաստանում, այդ բարքերը բացասական են որակվում, նրանցից քաշում են, ծագում են քաղաքակիրթ կոստյումի տակ։ Նրանք չեն քարոզվում երիտասարդության մեջ որպես միակ համատեղ ապրելու արդար համակարգ։ Հայաստանում ամեն ինչ հակառակն է։ Գողական օրենքները բացահայտ ներկայացվում են ոչ թե պետականին այլընտրանք, այլ պետականին վրա գերիշխող։
Ընդ որում այդ օրենքները փաթաթում են առանց բացառության բոլորին, այլընտրանք չթողնելով նրան, ով ցանկանում է բիզնես զբաղվել, պետական պաշտոն զբաղեցնել կամ էլ պարզապես ինքնուրույն գումար աշխատել։ Գողական օրենքները ի սկզբանե բացառում են իրավահավասարությունը, մարդկանց միջև հարաբերությունները ներկայացնելով որպես դաժան հիերարխիա, որտեղ բարձր կանգնածի խոսքը օրենք է, որի չկատարումը դաժանորեն պատժվում է։ Հեղինակություն հասկացությունը այդ հիերարխիայում անվիճելի է, եթե այդ հեղինակությունը անգրագետ եւ բութ է։ Ժողովրդավարությունը, որը կառուցվում է աբսոլյուտ իրավահավասարության վրա, նման պայմաններում զուտ ֆիկցիա է դառնում, եւ եթե այլ պետություններում կարելի է նիշա գտնել եւ ապրել նորմալ պետական օրենքներով, Հայաստանում գողական օրենքը սողոսկել է ամենուր եւ քիչերին է հաջողվում հեղինակություններ չճանաչել եւ ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։ Քրեական ենթամշակույթը որոշ խմբի անձանց մոտ ձևավորված համոզմունքների, սովորույթների եւ նրանց կողմից ընդունված վարքագծի կանոնների ամբողջություն է։ Քրեական ենթամշակույթի, հատկապես բանտային ենթամշակույթի արմատները սկիզբ են առնում Ստալինի գուլագի ժամանակաշրջանից, երբ խորհրդային քրեակատարողական համակարգում ստեղծվեցին հավաքական ճամբարներ, որտեղ գերիշխող դիրք գրավում էր հանցագործների եղբայրությունը։ Դրա ներկայացուցիչները, ստանալով օրենքով գողի կարգավիճակ, ձեռք էին բերում իրավունքներ եւ արտոնություններ, միևնույն ժամանակ ստանձնելով պարտավորություններ իդեմս եղբայրության մյուս ներկայացուցիչների։ Խորհրդային մահություն փլվելուց հետո արդեն իսկ ձևավորված եւ լայն տարածում ունեցած քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում։ Քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող քրեական ենթամշակույթին անդրադարձ է կատարել միջազգային հանրաճանաչ կառույցներով։ Խոշտանգությունների եւ անմարդկային կամ նվազացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը 2015 թվականի այցի ժամանակ կրկին նկատեց, որ այցելած քրեակատարողական հիմնարկներում արկա էր ղեկավարության եւ անձնակազմի կողմից քրեակատարողական հիմնարկում նոր ֆորմալ աստիճանակարգված հարաբերությունների վերին մակարդակում գտնվող ընտրված թվով բանտարկյալներին, այսպես կոչված զոննայողներին, լիազորություններ մասամբ պատվիրակելու եւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, նրանց շրթերում կարգորիկ պահելու նպատակով նրանց օգտագործելու ընդհանուր միտում։ Իրենց լիազորությունն իրականացնելու համար զոննայողներին ակնհայտորեն տրվել էին որոշ արտոնություններ, ինչպես նաև հիմնարկում համեմատաբար ազատ տեղաշարժվելու եւ ցանկացած բանտախուծ մուտք գործելու հնարավորություն։ Քրեական ենթամշակույթին անդրադարձ է կատարել նաև ՄԿ-ի խոշտանգությունների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2017 թվականի 4-րդ պարբերական զեկույցի շրջանակներում։ Նշված կոմիտեն գտել է, որ ազատությունից զրկված անձանց միջև բռնության դեպքերի բարձր ցուցանիշը կարող է լինել քրեական ենթամշակույթի եւ նոր ֆորմալ հիերարխիայի արդյունքը։ Ուստի պետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնցով վերջ կդրվի քրեակատարողական հիմնարկներում կարգորիկ պահելու նպատակով քրեակատարողական հիմնարկի նոր ֆորմալ աստիճանակարգված հարաբերություններից օգտվելու։ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, օգտագործելով իր անօրինական ազդեցությունը, տալիս է այնպիսի կարգադրություններ, որոնք ազդեցություն են ունենում այլ անձանց կյանքի, նրանց գործունեության վրա, անկախ նրանց համաձայնությունից եւ ինչի արդյունքում սպառնալիքի եւ վախի ազդեցությամբ անձը զրկվում է ազատ գործելու իրավունքից։ Մինչդեռ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է անձի ազատ գործելու իրավունքը, նշելով, որ մարդը ազատ է անելու այն ամենը, չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում սահմանադրությանը եւ օրենքներին։ Նովող չի կարող կրել պարտավորություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավվելու, քրեական ենթամշակույթ կրող մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ այդպիսի երևույթները սպառնում են խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները։
Ավելին, պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից կատարվող որոշ արարքների համար քրեական պատասխանատվության միջոցներ ներդրված չեն, հասարակության մոտ ստեղծվում է թյուր կարծիք այն մասին, որ այդպիսի ենթամշակույթի կրողները անպատժի են։ Չունենալով վստահություն օրենքի կամ օրենքը կիրառող սուբյեկտների հանդեպ, կամ գտնելով, որ օրինական ճանապարհով խնդրի լուծման հասնելը բարդ է և ժամանակատար, կամ գուցեև անհնարին, անձինք նախընտրում են իրենց խնդիրների այլընտրանքային, անօրինական լուծման ճանապարհը, ապավինելով քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծի կանոնների ներգործության ուժին։